Վարպետության դասերի շարք, Էրկի Լահեսմա։ Տաղանդաշատ եւ շնորհալի երեխաներն են երկրի ապագան ու հարստությունը, իսկ երկրի պարտն է նրանց գտնել ու տալ հնարավորություն էլ ավելի հմտանալու եւ նոր կարողություններ ձեռք բերելու նպատակով։ Մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը աշխարհահռչակ դաշնակահար Արմեն Բաբախանյանի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համատեղ ուժերով տարիներ շարունակ իրագործում են հենց այս գաղափարը։ Հայտնաբերելով տաղանդավոր պատանի եւ երիտասարդ երաժիշտներին ճանապարհ են հարթում ասպարեզում էլ ավելի զարգացնելով նրանց մասնագիտական շնորհը։ Պետք է ասեմ, որ գաղափարը այդ ծրագրի եկավ մոտ, երբ որ ես հասկացել եմ, որ մենք այն ժամանակ Հայաստանում ունենք բավականին լուրջ պակաս հետապնդելու եւ օգնելու, որպեսզի տաղանդը կարողանա ճիշտ զարգանալ, որտեղ տաղանդ ունեցող երեխաները շատ են։ Հայաստանը բարեբախտաբար շատ առատ է տաղանդներով, քայլ պետք է հետապնդես, այսինքն որպեսզի տաղանդը զարգանա ճիշտ ուղղությամբ, ամեն ինչը լինի ժամանակին ճիշտ եւ ուսումը, եւ պրոֆեսիոնալիզմը, եւ հետագա զարգացումը։ Մեկնարկ ծրագիրը դա կառավարության եւ նախարարության նպատակային ծրագրերի շարքում է։ Եվ արդեն 11-րդ տարին է, որ իրականացվում է նախարարության աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ, քանի որ շատ կարեւոր կետեր կան մեկնարկ ծրագրում, որը պետք է պետությունը անպայման իրագործի, աջակցի եւ որպես պետական քաղաքականության մասնիկ ներկա լինի մեր ուրեմն կրթական ընդհանուր դաշտում։ Ծրագիրն այս տարի էլ իրականացրեց վարպետության դասերի շարք, մեր երկրի լավագույն եւ արտերկրյա հրավիրյալ պրոֆեսիոնալ մասնագետների հետ։ Եվս մեկ անգամ երաժիշտ երեխաներին հնարավորություն տալով շփվելու, ընդլայնելու, ամրապնդելու եւ զարգացնելու իրենց կարողությունները։ Արդեն 4 տարի է, կարծում նույնիսկ մի քիչ ավել, որ մեկնարկի ընթացքում նաև տեղի են ունենում մաստեր կլասներ արտասահմանից եկած հյուրերի հետ, որոնք հատուկ հրավիրված են։ Այս անգամ երաժիշտ տաղանդավոր երեխաների հետ իր մասնագիտական փորձով ու հմտություններով սիրով կիսվեց իր ոլորտում հայտնի պրոֆեսիոնալ մասնագետ ֆին աշխարհահռչակ թավջութակահար Էրկի Լահեսման։ Էրկի Լահեսմա Ջուլիարդի հռչակավոր դպրոցն ավարտելուց հետո Էրկի Լահեսման ուսումը շարունակել է Յեյլի համալսարանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնուհետև Տուրկուի կոնսերվատորիայում, Ֆինլանդիա։ Իր դեբյուտը կատարել է Նյու Յորքում 1990 թվականին Լինքոլն կենտրոնի Էյվերի Ֆիշեր դահլիճում, կատարելով Դվորժակի կոնցերտը։ Այդ ժամանակվանից ի վեր որպես մենակատար եւ կամերային երաժիշտ հանդես է գալիս Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, Ճապոնիայում եւ այլուր։ Այժմ Էրկի Լահեսման լարային եւ կամերային երաժշտության ամբիոնի վարիչ եւ թավջութակի դասախոս է Հելինսկի արվեստի համալսարանի Սիբելիուսի ակադեմիայում։ Նա եղել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ եւ հրավիրվել է վարպետության դասեր անցկացնելու Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում, Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայում, Պեկինի եւ Շանհայի կոնսերվատորիաներում, լատինամերիկյան եւ եվրոպական տասնյակ քաղաքներում։ Այսօր ես մասնակցեցի Էրկի Լահեսմանի վարպետաց դասերին։ Շատ հետաքրքիր բաներ ասեց, որովհետեւ արտասահմանում հնարավոր է որ մտածելակերպը տարբեր է եւ շատ հետաքրքիր էր։ Իմ կարծիքով ասածները շատ կարեւոր են աջ ձեռքի եւ ձախ ձեռքի համար։ Իմ ստեղծագործությունը, որով ես նվագում էի, կատակի մասին էր։ Ինքը ինձ ասում էր, որ ավելի հետաքրքիր կատակ պատմեմ գործիքով։ Շատ հետաքրքիր էր, որովհետեւ
կատակ գործիքով պատմելը հասկացությունը մի քիչ խառն է թվում։ Այսօր անցկացվեց իմ վարպետության դասը եւ ես հասկացա, որ պետք է աղեղը այդքան շատ չբարձրացնեմ, պետք է քաշեմ ինչպես ուղիղ լարը եւ աղեղի մազերը պետք է քաշեմ զուգահեռ գծի նման։ Ես հասկացա շատ օգտակար բաներ, որ ինձ ասեց պրոֆեսորը։ Ես երկրորդ տարին ինչ հանդիսանում եմ մեկնարկ ծրագրի անդամ եւ չպատ չեմ թողում մաստեր կլասներ, քանի որ նրանք զարգացնում են քո մասնագիտական հմտությունները, լայնացնում քո հայացքը դեպի երաժշտությանը, գործերին եւ նաեւ հաճելի է լսել տարբեր կարծիքներ եւ ձևավորել արդեն քո հիմնական կարծիքը երաժշտության եւ այդ գործի մասին։ Էրկիլահես մանչ չափազանց հոգատար մոտենում է երեխաներին, գնահատում է այն, ինչ իրենք ձեռք են բերել եւ ձգտում է ավելացնել, ավելի բազմակողմանի մոտենալ գործին եւ ցանկացած հմտությունը կատարողական ինքը կարողանում է հասցնել երեխաներին եւ երեխաները վերցնում են նրանից երաժշտական մտածողություններ։ Ես այսօր սովորեցի տեխնիկայի հետ կապված նոր բաներ, օրինակ անցումների ավելի ճշգրիտ եւ աղեղի ճիշտ շարժումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկնարկ ծրագրի կազմակերպիչներին այս հիանալի հնարավորության համար, որը ընձեռնվեց մեր երեխաներին այսպիսի մեծ վարպետի մաստեր կլասին դասընթացներին մասնակցելու համար շատ հետաքրքիր էր, շատ սրտացավ, շատ ուշադիր մոտեցում էր պարոն Լայսմայի կողմից, երեխաները շատ հետաքրքրությամբ, ուշադրությամբ լսում էին, կարծում եմ, որ այսպիսի փորձի փոխանակումը շատ կարևոր է մեր պատանի երաժիշտների համար։ Իմ գլխավոր խնդիրը թավջութակ նվագելու մեջ կայանում էր լարվածությունը եւ ի շնորհիվ էրկի ես կարողացա հասկանալ, թե ինչն է խնդիրը եւ կարողացա հասկանալ, թե ինչպես ուղղեմ իմ լարվածությունը ձեռքերի մեջ։ Աշխարհահռչակ ֆին թավջութակահարը իր վարպետությանը հատուկ մասնագիտական պրոֆեսիոնալիզմով, մանկավարժական յուրահատուկ ձեռագրով ու հմտություններով երաժիշտ պատանիներին սովորեցնում էր լարային աշխարհի նորանոր գաղտնիքներ, կիսվում էր նրանց հետ իր փորձով ու երաժշտական ճանապարհով, տալով նրանց անմոռանալի խորհուրդներ ու անհատական մոտեցում։ Այնպես է ստացվել, որ ես բախտ եմ ունեցել Հայաստանում լինել առնվազն 4 կամ 5 անգամ։ Այդ այցերից մեկի ժամանակ ես հանդիպեցի պարոն Բաբախանյանին, եւ մենք նույնիսկ միասին նվագեցինք, կատարեցինք Բրամսի սոնատը։ Հենց այդպես ես ծանոթացա նրա հետ, եւ այդ պատճառով էլ նա ինձ հրավիրեց այստեղ։ Ես շատ տպավորված եմ այս երիտասարդ թավջութակահարների մակարդակով։ Ամեն անգամ ես երջանիկ եմ ուսուցանելով երիտասարդ թավջութակահարներին։ Ես կարծում եմ, նրանք միշտ էլ պրոֆեսիոնալ են։ Այս անգամ առավել եւս։ Դուք այստեղ ունեք արդեն խոստումնալից երիտասարդ երաժիշտներ, եւ անշուշտ Հայաստանը հայտնի է լարային գործիքների բարձր մակարդակով։ Պրոֆեսորը շատ ներբություններ ու առաջարկներ արեց, որ ես կփորձեմ ուսուցչից շտկել, որպես իմ կատարումը ավելի կատարելագործեմ։ Ունեցա շատ մեծ տպավորություններ, ունեցա հնարավորություն մասնակցելու այս դասընթացին եւ սովորեցի շատ ու շատ նոր բաներ։ Նման վարպետաց դասերը մեծ ազդեցություն են ունենում հետագա բոլոր քայլերի վրա, երեխան մեկ ուրիշ կողմից է նայում իր նյութը, բոլոր խորհուրդները աշխատում են լսել, մեծ ազդեցություն են երեխայի կյանքում նման դասերը եւ մեծ փորձ է ձեռք բերում։ Մաստեր կլասի ընթացքում ես ձեռք բերեցի նոր հայացք, նոր մասնագիտական հմտություններ, հասկացա ինչպես գործը պարապեմ, որ ավելի առաջ գնամ այդ գործով։ Իմ կարծիքով այս դասընթացը շատ մեծ հնարավորություն է բոլոր տեսակի, բոլոր մակարդակի թավջութակահարների համար, որպեսզի իրենք կարողանան իրենց մասնագիտության մեջ առաջընթաց ունենալ, ավելի լավ հասկանալ գործիքին, ավելի լավ տիրապետել։ Այս մաստեր կլասներից հետո գնում ենք դասարան, կարծես երեխաները ավելի փոխված, ավելի հասունացած են լինում եւ բացի այդ իրենք սկսում են ավելի սիրել իրենց գործը, ավելի նպատակային է դառնում աշխատանքը եւ նորից հնարավորություն է ստեղծում, որպեսզի նրանք այդ նույն ստեղծագործությունները տարբեր կողմերից ուսումնասիրեն եւ աշխատեն իրենց վրա։ Շատ շնորհակալ եմ, որ մասնակցեցի այս ծրագրին, այն էլ այս տարիքում, քանի որ այս տարիքից մասնակցելը հետո շատ մեծ օգուտներ է տալու։
Վարպետության դասերի ավարտից հետո որպես ամփոփում եւ ամրապնդում ստացած գիտելիքների տեղի ունեցավ ամփոփիչ համերգը, որտեղ տաղանդավոր պատանի եւ երիտասարդ երաժիշտները շնորհակալության խոսքերի փոխարեն ցուցադրեցին իրենց ձեռք բերած գիտելիքներն ու նոր հմտություններ։